Գյումրիի ավագանու ընտրություններին հայտ է ներկայացրել նաև արևմտամետ երեք ուժերի՝ Հանրապետություն, Հանուն Հանրապետության և եվրոպական կուսակցությունների կազմած Եվրադաշինքը, որի 25 հոգանոց ցուցակը գլխավորում է ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Եվրոպամետների քաղաքապետի թեկնածուն հայտնի է Սորոսի հիմնադրամից և արևմտյան այլ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորմամբ իրականացվող իր գործունեությամբ։ Լևոն Բարսեղյանի մասին երկար բարակ խոսելու փոխարեն պարզապես մի մեջբերում անենք հրապարակ-օրաթերթի «Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները» վերտառությամբ հոդվածից։ Թասիբով մարդկանց քաղաք Գյումրիում մի ընտանիք կա, որին Հայաստանում շատերն են ճանաչում։ Լևոն Բարսեղյանին հանրությունը ճանաչում է որպես լրագրող, բայց ավելի շատ հայտնի է իր ասպարեզ ակումբով ու տարատեսակ գրանտային ծրագրերով։ Բայց այս ընտանիքին հայտնի է դարձրել ոչ Լևոնի լրագրողական կարիերան և ոչ էլ Հայկի ռեժիսորական ու սցենարիստական տաղանդը։ Նրանց Գյումրիում ու Հայաստանում հիշում են մի շատ վատ պատմությունով, որը ենթադրյալ մասնակիցներից ոչ մեկը դեռ չի հերքել, բայց որին չենք անդրադառնա ընթերցողին խնայելով։ Պարոն Բարսեղյան, լսել եմ դուք ձեր հարսիկին շատ եք սիրում, հա։ Չէ, լավ է, գնաք ձեր հարսիկին սիրեք, իմ հետ գործ չունեք։ Մենք էլ կխնայենք մեր հեռուստադիտողին ու չենք պատմի այդ տհաճ պատմությունը, որի մասին Գյումրիում գիտեն բոլորը։